Փոքր Խանչալիում օրը հյուրընկալ էր։ Ողջ գյուղը մեծ ու փոքր հավաքվել էր եկեղեցուն հարակից կենտրոնական աղբյուրի մոտ դիմավորելու Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանին ու շրջանի վերադասին։ Խանչալեցիների տարիների հեռվից եկող առաջնային հիմնախնդիրը ջրի հարցը այսօր ղեկավարության անխնա ջանքերի շնորհիվ լուծված է։ Փոքր Խանչալիի յուրաքանչյուր ընտանիք ապահովված այդ կենսական խիստ անհրաժեշտ տարրով։ Երեք Փոքր Խանչալիում ղեկավարների ներկայությամբ կատարվեց նորակառույց ջրատար գծի բացման հանդիսավոր արարողություն։ Իննաշանխորին երախտիկի Փոքր Խանչալիում ղեկավարներին դիմավորեցին հյուրընկալության ամենապատվավոր միջոցով աղ ու հացով։ Այնուհետև շարունակաբար հաջորդեցին գյուղացիների կողմից խորհրդարանի պատգամավորի ու ղեկավարության պատվին հնչեցրած բազմակի շնորհակալություններն ու վերջիններիս ուղղված բարեմաղթանքները։ Աշխատավոր ժողովուրդին ես մարդիկ է, գիշերը ծեմերը կաշխատեն, կարունը կաշխատեն, չելի բուդեմ ջուր խմեն, որ հանկից պարգեն։ Ագալություն հատնեք, պարոն Հենզել Մկոյանին, պարոն Կարսյանին, պարոն Գյուրեղյանին և բոլոր այն ընկերներին, ովքեր ամեն ինչ արեցին, որպեսզի մեր ջուրը այստեղ հասնենք։ Հսկայական աշխատանք է կատարվել, հսկայական 9 կիլոմետր ճանապարհ ցար ու քարիծորեն անցել ջուրը բերենք եղ։ Ընդ որում հսկայական նաև գումար է ծախսվել մեր շրջանի մասշտաբով եւ մեր շրջանի բյուջեի իմաստով, տոկոսյան հարաբերությամբ 250,000 լարի եւ ավել։ Ընդ որում ես հովադրությամբ արդեն ջուրը եկել է եւ ասեմ իրեն կաշկաները, բաներ արդեն սա տանենք, թանենք պիտի արխիվը մենակ։ Ու թող երեխաները մենակ տեսնեն, թե որ ասեմ մենք ժամանակին ինչ կլգլով ջուր կգրենք։ Եվ ուզեմ որ անպայման հիշեցած լինեն բոլորի դուրս Ես հովադրությամբ երկրում շատ հսկայական պրոբլեմներ կան, բայց այնուամենայնիվ մեր դեպուտատի ակտիվ, քաղաքական ճիշտ աշխատանքի շնորհիվ միշտ կարողացել է ավելի շատ գումար բերել, քան ցանկացած մեկ էլ շրջանը։ Դա իր աշխատանքի արդյունքն է, բայց ես մյուս կողմից կուզեմ ասել, որպեսզի մենք կարողանանք եւ Կամկեբելուն, եւ Սակրեբուլոյի նախագահ, եւ հատկապես դեպուտատին բացեշկան ենք ժամանակին եկվան մեկելու ընտրության ժամանակ ոչ թե գոտու երթանք չդեմ ուշ բանել ենք, այլ տեսենք թե այդ մարդիկը իրոք պարոն Հենզել Մկոյանն այն ժամանակվան հետսած որ գործը խոսքը գործ է մենակ ժամանակի հարց է թե երբ դեդ գործը ու այս մարդիկը նույն ձևի շարունակեցին այս հովադրությամբ մենք երազանք էր ազնվությամբ կսեն բոլորները գիտեն որ էսի երազանք էր 9 կիլոմետր մեր պաբերներն էդի երազոր կեզին ջուրը հասնի շատ դժվար բայց այնուամենայնիվ այսօր ի պատիվ ձեզից ենք որ շնորհակալություն մեծ շնորհակալություն թող Աստված ձեզ առողջ պահի հաջողություններ ձեր շատ ելնա, էլի կարողանաք ձեր աշխատանքի մեջ այնպիսի արդյունքներ ցույց տաք, որ ասենք մարդիկ իրոք գոյել լինեն։ Ժողովուրդ ջան, էսի ագիտացիա չէ, էսի երազ գործ է, օրդին արդյունքն է, ու ես գիտեմ թե այդ մարդիկը երել են։ Երկամյա մեծածավալ գործունեությունից հետո Փոքր Խանչալին ունեցավ նոր ժամանակահունչ պահանջներով կառուցված ջրահամակարգ։ Որպես հիշեցում պետք է նշեմ, որ ջրագծի կառուցումը սկսվել էր դեռևս 2014 թվականին։ Երբ գյուղական ծրագրով 16800 լարի եւ տեղական բյուջեից հատկացված 50000 լարի գումարներով կառուցվեց ջրագծի սկզբնամասը 2500 մետրը։ Ծրագիրը շարունակություն ունեցավ նաեւ 2015 թվականին։ Ջրագծի կառուցման համար պետական բյուջեից դուրս գրվեց 110000 լարի, որի արդյունքում կառուցվեց 4 կիլոմետր 600 մետր երկարությամբ ջրագիծ։ Ջրագծի կառուցումն իրականացվեց անհատ Ձեռներեթ Ցոլակ Վարդիկյանի անմիջական միջնորդությամբ։ Իսկ 2016 թվականին կիրականացվի նոր ջրավազանի կառուցում, որը Փոքր Խանչալիի ջրամատակարարման համակարգը առավել ամբողջական կդարձնի։ Այսօր ճիշտ է ջուրը կա, բայց էլի լրիվությամբ աշխատանքը լրիվ չէ կատարված, լիարժեք չէ, որովհետև ասենք հիմնականում բերեհին ջրավազանին ենք միացել։ Մյուս տարվա համար նախատեսած է 30000 լարի նորից գյուղի նոր ջրավազանի համար, բացի դրանից նպատակ կա նորից 2-3 աղբյուր ավելցնել, որպեսզի քանակությունը շատ նույնպես որ մյուս տարի լրիվությամբ այս պրոյեկտը կավարտվի եւ գյուղը լրիվությամբ մենք այս ջրով կապահովենք։ Այնպես որ հալալ ելնա ձեզի եւ մեր աշխատանքը եւ այս ջուրը որ նոր այսօր մետնիկը ձեր գյուղը։ Փոքր Խանչալիում այսօր լուծված է ջրի հարցը։ Գյուղացիների ժամատև ջրահերթերի սպասումներն ու ջրակրումներն արդեն անցյալում են։ Գյուղում կան նաև այլ հիմնախնդիրներ կապված ճանապարհաշինության ու մանկապարտեզի անհրաժեշտության հետ, որոնք Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի հավաստմամբ կվերանայվեն ու կստանան համապատասխան լուծումներ։
Ուրեմն փոքր Խանչալին մեր սիրած գյուղերից մեկն է, մենք ուրեմն փոքրիկ գյուղ է, բայց քանի որ մենք այս տարի ունենք ծրագրի մեջ, որ փոքրիկ գյուղերին ավելի շատ պետք է ուշադրություն դարձնենք, ուրեմն այդ ջրի հարցը ուրեմն ոչ թե չենք կարողանում լուծել, այդ ջրի հարցը գտնվում էր ուրեմն առաջինը սարում այդ ջուրը ու երկրորդը ճանապարհ այդ փորելու հարցը պետք էր անպայման այդ տեխնիկան հզոր լիներ, որ կարողանար այդ փորման աշխատանքները լինել։ Նույն այս տարի այդ փողը կդանք, որովհետև ամեն տարի, որ մենք Խանչալի ենք գնում, փոքր միակ ժողովրդի խնդրանքը այդ ջուրն էր, մենակ ջուր, ասում են ջուր։ Ու վերջապես այս տարի մենք տեխնիկան կդանք հզոր, փողը ուրեմն անպայման բյուջեում կար, որոշեցինք ճիշտ է շատ դժվար 9 կիլոմետր երկարություն էր այդ մեծ քարերի միջով այդ ճանապարհը այդ ջրի բերեցինք հասցրինք տեղ ու տեսակ որ այսօր ժողովուրդը շատ գոհ էր, այսօր շատ լավ մեզ ընդունեց ուրախությամբ, ուրեմն իսկապես շատ էին ուրախացել, որովհետև պատկերացնում ենք այս աշնան ծմռան ժամանակ, ուրեմն որպեսզի անասուններին ջրեին, նրանք իրանց տան սեփական տան ջրերը փակում էին, որ ջուրը հերիք աներ, անասուններին ուրեմն ջուր դային, ու հետո դրանց ջուրը սառչում էր ու մնում էին ամբողջ ծմեր առանց ջրի, իսկ հիմա արդեն ջուրը շատ կա, արդեն բոլորին հերիքում է, բացի դրանից մենք այնտեղ մի քանի տոն ուրեմն այսօր ասեցին, որ ջուր չունեն ու նորից գյուղի մեջ մի քանի աղբյուր պետք է ավելացնենք, դրա համար ուրեմն 16 թվականին 30-ից 40 հազարի չափ ուրեմն նախատեսել ենք, որ լրիվին 100%-ով փոքր Խանչալի ջրի հարցը որոշվի։ Իսկ ինչ վերաբերում է ճանապարհի հարցը մենք երևի մյուս տարի անպայման մենք մի հատ ուրեմն գրեյդեր եւ այդ համապատասխան այդ ճանապարհաշինարարական մեքենաներից վերցնենք արդեն սեփական մեր շրջանին լինի, որ այս ճանապարհները ասենք ամիսը մեկ հարթեցվի, ամեն ինչ կատարվի, որ ժողովուրդը չփողոքի։ Իսկ ինչ վերաբերվում է մանկաբարձեզինը, մանկաբարձեզը գիտեք, առանց դրան էլ մենք վերջերս ուրեմն մյուս շրջանների համեմատ այնքան մանկաբարձեզներ ենք բացել, որ մյուս շրջաններում գոնե մեկը չի բացվի, բայց պայմանավորվեցինք, որ իրենք գտնեն համապատասխան տեղ ու հետո մենք այդ կամաց այդ հարցը առաջ կտանենք, որ ժողովրդի այդ խնդրանքներ կատարենք։ Փոքր խանչալեցիների հետ հանդիպումից հետո ղեկավարախումբը կանգ առավ Նինոց Մինդայի լճի մոտ, որտեղ ղեկավարների կողմից բնապահպանությանը միտված ծառատունք իրականացվեց։ Առաջին ծառը տնկելու պատիվը վերապահվեց Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանին։ Փոքրիկ լիճը եթե հիշում եք չորացել էր, այս տարի մենք հարցը լուծեցինք, որ արդեն ուրեմն ջրի մագարտակը բարձրացավ, շատ գեղեցիկ լիճ ստացվեց, թե քաղաքի մոդիկ է, եթե ամեն տարի մի 20-30 հատ եթե ծառ տնկենք, արդեն կլինի ինչ որ գեղեցիկ տեղ է, գուցե ասենք կարող է քաղաքի տոն լինի, ինչ որ մի տոն լինի, ժողովուրդը այստեղ հավաքվի, ասֆալտապատված է ճանապարհը, ամեն ինչ լավ է։ Հենց նպատակը դա էր։ Այս տարի բացի Փոքր Խանչալիից շրջանի այլ գյուղերում ու քաղաքում եւս կատարվեցին ջրահամակարգերի կայունացման աշխատանքներ։ Հաջորդ տարի 2016 թվականին եւս նախատեսվում է իրականացնել նմանատիպ ծրագրեր այն գյուղերում, որտեղ կա դրա անհրաժեշտությունը։